Եվրախորհրդարանը այսօր Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը եւ նրանց դեմ շինծու դատավարությունները թեմայով բանաձևը ընդունել է, այդ բանաձևով եվրոպացի падգամավորները դատապարտում են Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքը եւ պահանջում նրանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակել։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, բանաձևի վերջնական տեսքը նախագծից տարբերվում է։ Մինչ այդ ասեմ, որ չափազանց կարևոր է, որ շատ մեծ տարբերությամբ է ընդունվել բանաձևը 464 կողմ, 115 դեմ 39 ձեռնպահ եւ Եվրախորհրդարանի բոլոր խմբակցությունների անդամները կան կողմ քվեարկածների թվում, թե կոնկրետ որ երկրների պատվիրակներն են դեմ քվեարկել առայժմ հայտնի չէ, կփորձեմ վաղը պարզել, բայց դեմ քվեարկածների թվում գիտեմ, որ կան Ալբանիայի, Հունգարիայի, Ռումինիայի ներկայացուցիչներ, առայժմ չգիտեմ ողջ կազմով, թե մասամբ։ Մի քանի կարևոր հանգամանք կա այդ բովանդակության տեքստում։ Նախ իրադարձությունները, որոնք հետևել էին Ադրբեջանի Արցախ ներխուժումից հետո, գնահատվում են որպես էթնիկ զտում։ Ինքը դատավարությունը հայ գերիների հանդեպ որակվում է որպես կեղծ եւ շինծու։ Ամբաստանյալի աթոռին նստած մեր հայրենակիցները անվանվում են պատանդ, հաստատվում է այն, որ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերում են ցուցաբերում Ադրբեջանի իշխանությունները եւ այդ թվում նաեւ օգտագործում են փսիխոակտիվ մեթոդներ նրանց վրա հոգեբանորեն ազդելու համար։ Հաստատվում է այն, որ նրանք անկախ փաստաբաններ իրավունքից զրկված են, որ չեն կարողանում հանդիպել ընտանիքի անդամների հետ եւ որ որոշումները, դատավորի որոշումները բողոքարկելու ցանկացած փորձ կանխվում է եւ որևէ հետևանք չի ունենում։ Նաև մտահոգություն են հայտնում եվրոպադգամավորները այն կապակցությամբ, որ Ադրբեջանի իշխանությունները արդեն կայացրել են ըստ էության Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գրասենյակը փակվելու է, ինչպես նաև ՄԱԿ-ի գրասենյակները եւ գործակալությունները, ինչը ել ավելի կբարդացնի այդ ամբաստանյալներին աջակցության ցուցաբերումը։ Այդ նպատակով կոչ են առնում Եվրամիության անդամ պետությունների դեսպանություններին ավելի ակտիվ դիրքորոշում ցուցաբերել, որպեսզի դիվանագետները ներկայանան դատական նիստին, հանդիպեն գերիներին եւ այլ ձևի մասնակցություն եւս ցուցաբերեն, մասնավորապես նաեւ կոչ է արվում Եվրամիության փոխնախագահին եւ մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնարարականին, հատուկ ներկայացուցչին մեկնել Բաքու եւ հանդիպել հայ պատանդների հետ։ Կարևոր է, որ հստակ կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել հայերի եւ այլ քաղբանտարկյալների իրավունքները ոտնահարած ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներին եւ կոնկրետ դրանցից 3-ի անունները հիշատակվում են։ Խոսքը դատախազներ Ջամալ Ռամազանովի եւ Անար Ռզաևի, ովքեր հենց հայ գերիների հարցերում են հանդես գալիս որպես մեղադրող, եւ Զեյնալ Աղաևի, նա դատավորն է 15 հայ ռազմագերիներին եւ Ռուբեն Վարդանյանի 2 գործերով դատավարությունն է նավարում։ Կոչ է արվում միջազգային քրեական դատարանին հետևողականություն ցուցաբերել եւ հետաքննել Արցախում հայաթափման եւ էթնիկ զտման հանգամանքները, դա իհարկե իրատեսական չի լինի, եթե Հայաստանը հաստատի այն, որ համաձայնվում է Ադրբեջանի պահանջին եւ ետ է կանչում Ադրբեջանի դեմ իր ունեցած բոլոր հայցերը, եւ ի վերջո կոչ է անվում Եվրահանձնաժողովին, այսինքն չեղարկել Ադրբեջանի հետ էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության մասին մեմորանդումը, որը 22 թվականին էր ստորագրվել, եւ նմանատիպ նոր փաստաթղթերի ստորագրումը շատ հստակ պայմանավորել հայ ռազմագերիների եւ այլ քաղբանտարկյալների վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումներով։ Իհարկե գիտակցում ենք, որ Ադրբեջանը անտեսելու է եվրախորհրդարանականների բոլոր այս պահանջները, իսկ եվրոպացի պաշտոնյաները հազիվ թե կարողանան իրենց ուղղված կոչը իրականացնել։ Այնուամենայնիվ Եվրախորհրդարանի այս որոշումը չափազանց կարևոր նշանակություն ունի, քանի որ անուղղակի ճնշում է գործադրում Ադրբեջանի իշխանությունների վրա։ Իսկ Բաքուն ինչպես է արձագանքել արդյոք։
Պաշտոնական որևէ արձագանք առայժմ չկա, հետաքրքիր է, որ Բաքվի մամուլը ընդհանրապես չի հիշատակում այն մասին, որ Եվրախորհրդարանը նման որոշում է ընդունել։ Մամուլում կան տեղեկություններ այն մասին, որ Եվրախորհրդարանում քննարկումներ են կայացել, բայց կայացված որոշման եւ այդ բանաձևի բովանդակության մասին ոչ մի խոսք չկա։ Միգուցե խոսեն այն բանից հետո, երբ արտգործնախարարությունը հայտարարությամբ հանդես կգա կամ եթե հայտարարությամբ հանդես կգա։ Առայժմ անուղղակիորեն միայն անդրադարձել է նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը, ով ասել է, որ Հայաստանը անիմաստ արշավ է սկսել Ադրբեջանում հայերի դեմ այդ դատավարության դեմ եւ որ այդ արշավին օգնում են նաեւ հայերի հովանավորները տարբեր երկրներում։ Նա ասել է, որ այդ ամբաստանյալներին գերի կամ բանտարկյա կամ պատանդ անվանելը անթույլատրելի է եւ սխալ։ Իլհամ Ալիևը նույնպես անդրադարձել է շատ անուղղակի կերպով, այսօր նա ասել է մեջբերեմ նրա խոսքերը. Հայաստանի նոր առաջնորդները հիմա Բրյուսելում են նստած։ Հիմա հայերի ավագ եղբայրը Բրյուսելն է, ասել է մի մարդ, ում ավագ եղբայրը Անկարայում է։ Շնորհակալություն, Արծիվ։